Մի բան ձեզ ասում եմ, հոդվածի վրա մի կենտրոնացեք, որտեղ ինձ թվում է դա ուղղակի լեզվի սայթակում ա եղել, դրա վրա մի կենտրոնացեք։ Կենտրոնացեք սրա վրա, Հայաստանում բացառիկ դեպք է տեղի ունեցել։ Գործող քաղաքական իշխանությունը, փաստորեն ոչ թե դատական իշխանությունը, ազատազրկման է դատապարտել հոգևոր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ, arczepiskopos-ի, թեմի առաջնորդի եւ այլն։ Սա մի իրադարձություն է, որը ընդհանրապես ասած ոչ մի խելամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Չկա աշխարհում տենց երկիր, որտեղ arczepiskopos են դատապարտում խոսքի համար, խոսքի պարզապես, խոսքի, որը որևէ հետևանք չի ունեցել, որից որևէ մեկը որևէ վնաս չի ստացել, որևէ մեկի մատը փուշ չի մտել, հա։ Սա բռնատիրության վատթարագույն դրսևորումն է։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք բոլոր ներկաներս։ Այն ինչ որ տեղի ունեցավ այսօր Միքայել Սրբազանի հետ կարող է մեզանից յուրաքանչյուրի հետ տեղի ունենալ։ Յուրաքանչյուրի։ Եվ ես ուզում եմ նաև ասեմ հետևյալը. առաջիկա ընտրություններին ինչ որ մարդիկ գնալու են ընտրելու են Փաշինյանին։ Այն մարդիկ, որոնք ընտրելու են Փաշինյանին, թող հիշեն, իրանք ընտրելու են բռնատիրությունը։ Իրանք ընտրելու են ազատազրկված Միքայել Սրբազանի ազատազրկումը։ Իրանք ընտրելու են մեր բոլորի կապանքները։ Սիրելի մեր համաքաղաքացիներ, մեր հայրենակիցներ, տեսեք սա եւ հիշեք, թե ինչի է բերելու ձեր ընտրությունը։ Այս բռնատիրությանը մի աջակցեք, ձեր ձայնով, ձեր բանով մի աջակցեք, սա մենակ աղետի է տանելու։ Շնորհակալություն։